Այսօր մամուլից առանձնացած կարևորագույն տեղեկությունները քննարկել եմ լրագրող Արմենիա հեռուստաընկերության աշխատակից Զորաբ Հարոյանի հետ։ Զորաբ, շնորհակալություն մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Կառավարության կազմի փոփոխությունն է քննարկվել մամուլում, մասնավորապես Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ հեռանալը դեռ մնում է ուշադրության կենտրոնում։ Հայկական ժամանակ թերթն է գրում Հովիկ Աբրահամյանի վրեժի մասին, այսպես կոչված, խոսքը նրա մասին է, որ Աբրահամյանը չի հաշտվել իրեն միաձայն պաշտոնանկ անելու ընդունված որոշման հետ եւ փաստորեն այս ամիս սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ցույց է տվել իր դժգոհությունը։ Դա արտահայտվել է նրանով, որ Արարատի մարզում, որը համարվում է Հովիկ Աբրահամյանի մարզը, ոչ միայն այն պատճառով, որ նա այդտեղից է, այլ նաև որ մարզպետը իր մարզն է, այսպես ասած, հանրապետական կուսակցությունը խայտառակ արդյունք է գրանցել ընտրություններին եւ որոշ դեպքերում ՀԿԱ-ականները, որոնք նաև գործող գյուղապետեր են եղել, պարտվել են ԲՀԿ-ական տեխնացուներին կամ անկուսակցականներին եւ այսպիսով Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ-ի կապի մասին է թերթը դարձյալ հիշեցնում եւ նշում է, որ ԲՀԿ-ի միջոցով նա որոշակի վրեժ լուծեց ՀԿ-ին իր պաշտոնանկ անելու միազնյա որոշման դեմ։ ԲՀԿ-ի եւ Աբրահամյանի կապի մասին ասեմ, ես հակված եմ հավատալու, գուցե այդ միամիտ է թվում, բայց ամեն դեպքում ես հակված եմ հավատալու, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ քաղաքական գործիչները գոնե առերևույթ բաց են եւ թափանցիկ են մեզ հետ, այսինքն հասարակության հետ շփումներում եւ ես հակված եմ հավատալու, որ ԲՀԿ-ի ղեկավար այս պահին Նաիրա Զոհրաբյանն է։ Ինչքանով կապ կա թե չկա, այստեղ սովորաբար ես չեմ քննադատում կամ չեմ քննարկում իմ գործընկերներին հաշվի առնելով մասնագիտական իմ էթիկայի կանոնները, բայց շատ հաճախ վերածվել էս ամեն ինչը զավեշտի արդեն թերթերի կողմից թաքնված այդ աղբյուրների կամ չգիտեմ այդ մասով տեղեկություններ տարածելու խնդրով ես հիշում եմ պատմության մեջ մի դեպք, երբ որ թաքնված աղբյուրով կարողացել են ինչ-որ բանի հասնել, այդ Նիքսոնի հրաժարականն էր։ Խորը կոկորդի հայտնի այդ պատմությունը, այլ դեպք ես չեմ հիշում, հատկապես Հայաստանում չեմ հիշում դեպք, երբ որ այդ թաքնված աղբյուրով կարողացել են որևէ կերպ հարց լուծել։ Հետևաբար թաքնված աղբյուրով որևէ բան ներկայացնելը մի տեսակ թույլ տվեք չհավատալ այդ տեղեկություններին եւ դրա վրա չհիմնվելով որևէ բան ասել։ Ինչ վերաբերում է թիմ ընտրություններում հանրապետական կուսակցության, ես չնայած չեմ հիշում այս բանը Արարատի մարզում թե ինչքանն էին հանրապետական եւ ինչքանը հաղթեցին, բայց պետք է հասկանալ մի բան, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ մեր իշխանությունները եւ նաև քաղաքական գործիչները հայտարարում են, թե թիմ ընտրությունները եւս քաղաքական գործընթաց են, բայց Հայաստանում դեռևս թիմ ընտրությունները քաղաքական գործընթաց չեն։ Չեն շատ պարզ պատճառով, որովհետև որպես կանոն թիմ ընտրությունները փոքրիկ համայնքներում են տեղի ունենում, իսկ փոքրիկ համայնքներում միշտ հաղթում են տեխնացուն, որը ունի ավելի մեծ գերդաստան։ Այսինքն, հա, իր բարեկամների միջոցով։ Ինչքան իրենց ազգը, հա, այսպես ասած, ինչքան մեծ է, իրենց գերդաստանը որքան մեծ է, այնքան հավանականություն մեծ է, որ այդ մարդը կանցնի այդ ընտրությունները։ Բայց մեկ այլ տեխնացու կարող է գերդաստան ունենալ նույն գյուղից եւ ունենալ այլ հա, բայց այստեղ ոչ թե քաղաքական պատճառներով են մեկը մյուսին հաղթում կամ պարտվում, այլ ավելի շատ թե ում գերդաստանն ավելի մեծ է։ Կամ հարգված։ Բայց այստեղ քաղաքական գործընթացներ ման գալը թիմ ընտրություններում, տեսեք թույլ տվեք ման չկան։ Միակ դեպքը, որ կարծես թե վերածվում է հենց այդպիսի քաղաքական գործընթացի, այդ Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքներն են, որ Երևանի օրինակով այնտեղ սկսվեցին իսկապես քաղաքական գործընթացներ, այսինքն կուսակցությունները ներկայացան եւ կուսակցությունները ցուցակներով քաղաքական գործընթացը իսկապես տեղի ունեն։ Թե ով կլինի գյուղապետ կարող է որոշիչ լինել նաև ապագա ընտրություններում, թե քանի ձայն կստանա գյուղապետի ներկայացրած կուսակցություն։ Այստեղ ինձ թվում է մյուս ծայրից ենք մոտենում մենք խնդրին, որովհետև ոչ թե քաղաքական ուժերն են առաջադրում ավելի շատ թիմ ընտրություններում իրենց տեխնացուներին, այլ քաղաքական ուժերը կարողանում են ներգրավել թիմ ընտրություններում հաղթած մեծ գերդաստան ունեցող այդ փոքրիկ իշխանիկին, հա, այսպես բանով ասեմ։ Այսինքն մարդ, որ ունի մեծ գերդաստան, ինքը անցավ ընտրությունները, հետո փորձում են այդ մարդուն բերել բանի դաշտ, բերել իրենց դաշտ, որ կուսակցության դաշտ, այսինքն ով ոնց կկարողանա ավելի լավ բանակցել եւ ներքաշել այդ կուսակցության անդամին։ Ինչ վերաբերվում է համապետական ընտրություններին, համապետական ընտրությունները սովորաբար լինում է հենց այդպես, այսինքն
որ կուսակցությունից այդ մարդը կամ որ իշխանական ուժի հարող կուսակցությունից է ինքը կարողանա այդ նույն գերդաստանին ուղղորդել դեպի համապետական, ասենք խորհրդարանական առաջիկայում ընտրությունները կարողանա այդտեղ ներկայացնել։ Նախքան ընտրությունները պայմանավորվածություններ չեն լինում նույն ապագա գյուղապետերի եւ կուսակցությունների միջեւ։ Ես անկեղծ ասած չգիտեմ, հավանաբար լինում է։ Ես պարզապես այն մեթոդն եմ տեսնում, այսինքն դիտարկում եմ այն կետից, որտեղից որ կարող է լինել այդպես, այսինքն շատ հնարավոր է որ լինում են պայմանավորվածություններ, եթե, չգիտեմ, դու հաղթես, մենք կարողանանք քեզ աջակցել այս հարցերում եւ դու կարողանաս բարձրես դուրս գալ քո քաղաքացիների մոտ։ Օրինակ, վերջերս տեղի ունեցավ մի ընտրություն, որ շատ թիմ ընտրություններ էր, բայց շատ հետաքրքիր էր։ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում էր, որտեղ երկու տեխնացու կային, մեկը հանրապետական էր, մյուսը Դաշնակցություն կուսակցությունից։ Հանրապետական կուսակցության տեխնացուն այդտեղ, եթե չեմ սխալվում, արդեն 10 տասնամյակից ավել էր, որ գյուղապետ էր։ Բայց երիտասարդները, այդ համայնքի երիտասարդները ուղղակի հավաքվեցին մեկը մյուսի հետ, այնպես միահամուռ ուժերով եւ կարողացան օգնել իրենց երիտասարդ տեխնացուին, որը Դաշնակցությունից էր։ Այսինքն այստեղ քաղաքականը չէր, էլի խնդիրը։ Խնդիրը այդ նոր շունչներ ու բաներ եւ անցավ Դաշնակցության տեխնացու։ Կարծեմ եղավ այնտեղ ջենտլմենական պայմանավորվածություն, որ որևէ մեկը չի փորձելու որևէ կերպ ընտրությունները կեղծել կամ որևէ կերպ ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Արդյունքում հաղթեց երիտասարդը։ Այսինքն այսպիսի բաներ էլ կարող են լինել։ Դրական օրինակ է։ Հա, ես սա դրական ընդհանուր գործընթացների փուլին։ Դե գործընթացների փուլում վերջերս փոխվեց այդ ընտրական օրենսգրքի շուրջ, այսինքն այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ։ Սա մի կողմից կարող է լինել դրական ազդեցություն ունենալ զուտ այն հոգեբանական պատճառներով, հա։ Երկրորդը, բայց մեծ հաշվով այն բովանդակային առումով, որ ընտրություններում խնդիրներ, որոնց մասին անդադ բարձրաձայնում է, այս մասը չի լուծվում այդ իմաստով։ Այսինքն ինչից է հիմնականում, ինչից է խնդրեմ առաջանում ընտրությունների ընթացքում։ Ես մասնակցել եմ իդեպ ընտրությունների գրեթե բոլոր փուլերին։ Նախընտրական հենց ընտրության փուլ եւ ընտրությունից հետո այդ հաշվարկի բան, այսինքն այսքան տարիների ընթացքում տարբեր ընտրությունների ես մասնակցել եմ այդ բոլոր փուլերում։ Որպես կանոն ընտրությունների դահլիճում, հա, այսպես ասեմ, տեղամասերում ոչինչ տեղի չի ունենում։ Բողոքում են հիմնականում լրատվամիջոցներում, երբ որ հայտնվում է, բողոքում են մեքենաներով մարդկանց բերելու կամ ուղղորդելու կամ դրանից առաջ, հա, այսպես բան, չնայած մինչև հիմա չեմ հիշում դեպք, որ կոնկրետ ապացույցով ներկայացված լինի, 1-2 դատական գործեր կարծեմ եղել է այդ թեմայով, ընտրակաշառքների մասին։ Հիմա այս պայմանավորվածությունները, երբ որ անցնում է ավտոմատացման համակարգին, այս խնդիրները չի լուծվում, որովհետև առանց այդ մեկը մյուսի փոխարեն քվեարկությունները հավատացնում եմ ձեզ, որ մի քանի դեպքեր, երբ որ ես տեսել եմ, եղել է հետևյալը. անուն ազգանուններ, երկու քույր ու եղբայր են։ Քրոջ անունը գրված է եւ ազգանունները նույնն են։ Նրա փոխարեն ստորագրել է նա։ Հետո գալիս է քույրը, ասում է, այսին փոխարեն ստորագրած է։ Հետո պարզվում է, որ քույր ու եղբայրն այդ բան։ Իսկ այս տեսակ բաներ է լինում, էլի ես ամենայն դեպս չեմ հիշում դեպք, որ տեղամասում որևէ խնդրեմ առաջացած։ Կարծում եմ այդքան համատարած չի քույր եղբորը, որքան որ կան մարդիկ, որ օրինակ հայտնաբերում են, որ իրենց մահացած ազգականի տեղն է ստորագրած լինում կամ երկրում բացակայող, երկրից բացակայող ազգականի։ Ես ճիշտ ասած չեմ հիշում հենց այդպիսի դեպքեր։ Այդպիսի դեպքեր ես անդադ բանը հիշում եմ, որ կարդացել եմ, որ չգիտեմ ինչ որ բան, բայց հստակ որ բանը մահացած որևէ մեկը եղել է այսքան ժամանակ, որը հայտարարել է, որ մահացած իմ բարեկամի փոխարեն։ Իրականում եղել են հրապարակումներ, տարբեր տարիների, տարբեր ընտրությունների։ Ես վերջին ընտրությունները նկատի ունեմ, որովհետև շատ ավելի առաջ ես այդպես շատ բան չեմ եղել։ Իդեպ վերադառնալով Հովիկ Աբրամյանին, այնուամենայնիվ նշեցիր, որ այդ ԲՀԿ-ի հետ կապը այդքան էլ առարկա է կան, չէ, եւ գուցե մի քիչ հնարածին է։ Ինչու Հովիկ Աբրամյանը այլևս վստահելի չէ Սերժ Սարգսյանի համար։ Ես հստակ հիշում եմ, երբ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրամյանին շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման համար, այս տարիների համար։ Հիշում եմ նաև, որ այդ ընթացքում
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելուց բացի նաև ասաց, որ ակտիվ մասնակցություն կունենա ՀԿ-ի, բայց երբեք չասաց, որ շտաբն է ղեկավարելու ՀԿ-ի ոնց որ մնացած դեպքերում էր եղել։ Այսինքն ՀԿ-ի շտաբը ղեկավարելու մասին դա թերթերում տրված տեղեկություններ էր մեր աղբյուրների համաձայն դուրս է գալիս եւ այլն, որ հետո նորից կանցնի ընտրություններին եւ ընտրություններից հետո կվերադառնա նորից քաղաքական։ Դա թերթերի խնդիրն էր, բայց այն ինչ որ իրականում մենք տեսանք, որ մենք տեսանք հետեւյալը, շնորհակալություն այդ մարդուն, երկրորդը մեծ հաշվով բացահայտվեց հետեւյալը, այսինքն ասվեց հետեւյալը, որ նոր քաղաքական կուրսի համար, այսպես մոտավորապես, այս կադրը մեզ հարմար չէ։ Հիմա թե ինչպեսին կլինի նոր կառավարությունը, այդ մի քիչ ավելի ժամանակի խնդիր է։ Ընդհանրապես, եթե նոր կառավարության մասին կուզենայի ասել հետեւյալը, Կարեն Կարապետյանը։ Ընդհանրապես Կարեն Կարապետյանին 3 մասի են բաժանվում կամ 3 տեսակ են մարդիկ, որոնք ընկալում են։ Հայաստանում 3 խմբի են բաժանվում մարդիկ, որոնք սկսեցին ընկալել Կարեն Կարապետյանին։ Առաջին խումբը հետեւյալն է, որ խանդավառությամբ եկել է մարդ, որը գալու է եւ փրկի մեր հասարակությունը։ Դա այսպես չափազանցվածությամբ դրա համար ստիպված էր Կարեն Կարապետյանը հայտարարել, որ չունի կախարդական փայտիկը։ Երկրորդ մասը հասարակության, որ այդ մի քիչ նիհիլիստական, մոտեցումն է, որ ով ուզում է լինի, մեկը ոչինչ բան չի փոխվելու, բոլորը նույնն են։ Չէ, համակարգի մասին չեն էլ խոսում։ Խոսում են, որ ով եկավ, չգիտեմ, այդպես կներեք այդ արտահայտությունը, սրանց ձեռը չգիտեմ ինչ, սրանց արածները եւ այլն։ Այսինքն այդ էլ որոնց հետ ոչինչ չունես դու բանավիճելու, որտեղ մարդիկ են, որոնք ցանկացած բան ինչ դու ասում ես, իրանք միանգամից ասում են ամեն ինչ վատ է։ Եվ կա երրորդ մոտեցումը, այդ ես այդ մոտեցման կողմնակիցն եմ եւ կարծում եմ, որ այդ ճիշտ մոտեցումն է։ Ընդհանրապես կառավարությանը գնահատելու համար դու պետք է ունենաս այդ սեթինգսները, այսինքն այդ չափումները, թե ինչով պետք է գնահատել այդ կառավարությանը։ Հիմա մեզ համար կառավարության այդ սեթինգսները տնտեսական աճի թվերն են։ Մեզ համար պետք է հասկանալ, թե օրինակ այս 100 օր, ընդհանրապես 100 օր են տալիս կառավարության ինքնադրսևորվելու համար, որից հետո սկսում են այս կամ այն քայլի համար որոշակիորեն քննադատել կամ գովաբանել կամ ինչ-որ բան։ Հիմա այս ընթացքում, եթե այս ընթացքում պետք է կառավարությունը կարողանա բերել որոշակի նոր քայլեր, նոր մոտեցումներ, որպեսզի կարողանա տնտեսական աճի այդ ցուցանիշները բարելավել։ Կլինին ցուցանիշները այդ դեպքում կլինի նաև այդ գնահատելու հնարավորությունը։ Մյուս մոտեցումը 100 օրում արդյոք հնարավոր է տնտեսական որևէ փոփոխություն։ 100 օրում կարող է լինել այն ուղղությունները, այսինքն պարզ դառնալ այն ուղղությունները, որով զարգանում ենք եւ ըստ դրա կարելի է հասկանալ, թե մենք կհասնենք դրան, թե չենք հասնի։ Մյուս բանը, որ կառավարության համար այդպես կարևոր է գնահատելու համար, այդ ոչ նյութական, այսպես եւ ոչ թվային չափորոշն է։ Արդյոք կկարողանա կառավարությունը վերացնել վարչապետի ասած այդ փոքրիկ գողությունները։ Դրա այս առումով ես կարծում եմ, որ ոչ միայն կառավարության վրա պետք է թողնել այդ ամբողջ ծանրությունը, այլ նաեւ հասարակությունն ու հատկապես մեր լրագրողական այդ շրջանակները պետք է կարողանան օգնել այդ հարցում։ Բայց դրա համար պետք է կառավարությունը հիմք ստեղծի, այսինքն եթե լրագրողներն ու հասարակությունը գտան այդ խախտումը, այդ խնդիրը գտան, կառավարությունը պետք է աջակցի եւ այսպես ասած այդ գտած խնդիրը լուծում տա։ Այո, պետք է անպայման արձագանքի։ Այս տարիներին բազմաթիվ են դեպքերը, երբ մենք լրագրողներս մատնանշել ենք թե գողության դեպքը, թե կոռուպցիայի դեպքը, թե անարդար դատավճիռների դեպքերը, սակայն արձագանք չի եղել եւ այս առումով դու լիահույս ես, որ այս նոր կառավարությունը ավելի ակտիվ կլինի արձագանքելու առումով։ Ես դեռ չգիտեմ։ Դա ժամանակի խնդիր, այսինքն այս ընթացքում մենք կտեսնենք, օրինակ, ինչպես են անցնում մրցույթները, օրինակ, պետական գնումների գործընթացում, ինչպես են տեղի ունենում այդ մրցույթները։ Մենք այդ պետք է տեսնենք։ Ինչպես է ստացվում այդ մեկ անձից գնումների գործընթացը, ինչպես է վերահսկվում։ Կարծես թե այս վերջին կառավարության նիստի ժամանակ այդ փոքրիկ գողություններ, որ ասում էր, վարչապետը նկատի ուներ հենց այդ պաշտոնյաների
արտագնա տոմսերի գնումների մասով։ Այստեղ շատ հետաքրքիր մի բան կա, որ կուզենայի ասել։ Օրենքը հստակ սահմանում է, որ դեպքում պետք է լինի մեկ անձից գնումներ, այսինքն երբ որ այլևս հնարավոր չի տենդեր հայտարարել, ժամկետները սուղ են, չգիտեմ, վերջացել են, օրինակ լվացքի պարագաները ինչ որ բանի, դա այսինքն այդ դեպքում շատ կարճ ժամկետում պետք է այնպես անել, որ նախարարության, օրինակ այդ օճառի հարցը շատ արագ լուծվի։ Դե տարով հնարավոր չի գուցե բան անել։ Այդ ժամանակ պետք է նոր հայտարարվի մրցույթ։ Հիմա երբ որ մենք տեսնում ենք մեր գնումների գործընթացի զգալի մասը, հատկապես մարզերը, մարզպետարանները, դա անում են մեկ անձից գնումների պայմանավորվածությամբ են անում, այսինքն մեկ անձից գնումներով են անում։ Այստեղ է որ մենք պետք է եւ լրագրողները եւ հասարակությունը թափանցիկ դրվում է դա կառավարության կայքում, որ պետք է մենք կարողանանք դա ուսումնասիրել, հասկանալ թե ինչի արդյունքում է սա այսպես ստացվում եւ այդ խնդիրները առաջադրել մենաշնորհներ, աստորեն եւ կիրառում են այդ մենաշնորհները եւ ավելի հաճախ ուրիշ մեխանիզմ է գործում, ոչ թե մենաշնորհի խնդիրն է, այլ դու աշխատում ես որևէ նախարարությունում, դու ինչ որ մեկի անունով բացում ես ինչ որ ՍՊ եւ պատվեր ես տալիս նախարարությունից նույն ՍՊ-ին, այսինքն այս տեսակ մեխանիզմ է գործում։ Կարծում եմ այդ փոքրիկ գողություններ բաները սրա մեջ է տեղավորվում։ Իդեպ փոփոխությունների վերաբերյալ փաստորեն բոլոր նախարարների արդեն անձերը, այսպես ասած, հայտնի են բացառությամբ երկուսի արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության թերթերը գրում էին, որ այս երկու նախարարությունները Սերժ Սարգսյանը Կարապետյանի հետ պայմանավորել, որ հենց ինքը պետք է նշանակի եւ սա հասկանալի հատկապես արտաքին գործերի նախարարի դեպքում, որը ենթարկվում է անմիջապես նախագահին եւ այստեղ կասկածի տակ է դրվում Էդվարդ Նալբանդյանի վերանշանակվելու հարցը եւ հավանաբար տեղյակ ես, որ քննարկվում է Վիգեն Սարգսյանի տարբերակը, որը նաեւ քննարկվում է իդեպ պաշտպանության նախարարի պաշտոնում եւս։ Չգիտեմ, հիմնականում ասում են, որ դիվանագիտության մեջ պետք է ունենալ գաղտնիքներ, չնայած վերջին տարիներին այդ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած այդ բացահայտումներից հետո, ասենք Հիլարի Քլինթոնի ամբողջական այդ նամակագրության բացահայտումից հետո, դրանից առաջ WikiLeaks-ի բացահայտումները, հիմա OCCRP-ը բացահայտումներ ներկայացնում, OCCRP-ը մի քիչ ուրիշ է այդ բանը, օֆշորային գոտիների մասին, պանամական այդ սկանդալի մասին, բայց միևնույն այդ փաստաթղթերի հանրայնացումը վերջին տարիներին տենդենսը այդպես է գնում, այսինքն դիվանագիտության մեջ ավելի շատ բաց։ Մենք սովոր ենք այստեղ Հայաստանում մենք սովոր ենք տեսնել այդ բաց քաղաքականության, այսինքն սովոր ենք տեսնել դրսում բաց քաղաքականություն, բայց ներսում փակ։ Այսինքն կարծում եմ, որ այստեղ ոչ թե մարդկանց ու բանի խնդիրն է, պաշտոնյաների խնդիրն է, այլ ավելի շատ աշխատելավոճի խնդիրն է։ Կարծում եմ, որ մեր արտգործնախարարությունը աշխատում է նախկինում ունեցած այդ սովորույթներով եւ չի անցնում այդ, այսպես ասած, այդ տեղեկատվական տեխնոլոգիաների դիվանագիտությանը, հա, կամ չգիտեմ ոնց տերմինը չեմ հիշում, ուղղակի ժողովրդական դիվանագիտությանը կամ այդ տեղեկատվական տեխնոլոգիաների դիվանագիտությունը, որտեղ ամեն ինչ մի անգամից բաց է։ Միայն վերջին տարիներին կարծես թե այդ նշմարները կա, երբ որ նախագահի մամուլի քարտուղարը մասնակցում էր, ասենք, Սարգսյան-Ալիև հանդիպմանը եւ տեղից մի անգամից Twitter-ում ինչ որ բան, Warlick-ն որոշակի ժամանակը մեկ անում այդ բաներ։ Եվ մեր մոտ արդարացիորեն ձևավորվում է այդ սպասելիքը, որ պետք է արտգործնախարարը ավելի բաց աշխատի։ Հրատապության հարցը այդ մի քիչ որոշելու հարց է, այսինքն խնդիրը այդ մենք չգիտենք թե ինչ են քննարկում այնտեղ եւ այդ արձագանքը ինչ հետևանքներ կունենա։ Գուցե զգուշավոր է մեր արտգործնախարարությունը։ Ինչ վերաբերվում է պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի նշանակմանը, սովորաբար եթե շախմատային լեզվով խոսենք, հա, այդ թագավորի ամենակարևոր երկու ֆիգուրներն են եւ պատահական չի, որ բոլոր կառավարությունների ձևավորման ժամանակ հենց առաջինը նշանակվում են արտգործնախարարը եւ պաշտպանության նախարարը։ Ես չգիտեմ հիմա ինչ բանակցություններ են եւ չգիտեմ ինչիա ձգձգվում է այս փուլը։
ինչ խնդիրներ առաջացան, որ այս անգամ, բայց վերջնական ձևավորման, այնպես որ շատ չի մնալու։ Այո, բայց մեկ ուրիշ բան կա։ Ես հասկացա մի բան կառավարության ձևավորման այս կադրային քաղաքականությունից, որ նոր վարչապետը հիմնականում շեշտադրումն անում է ֆինանսական եւ տնտեսական ոլորտների վրա, որովհետեւ հենց այդ պաշտոններում նա փոխեց որովհետև հենց այս պաշտոններում նա կադրային փոփոխություններ իրականացրեց եւ այդ կադրային փոփոխություններում մենք տեսնում ենք, որ իսկապես այդ այն մարդիկ են, որոնց հետ ցանկացավ թիմ կազմել։ Մնացած մասին, օրինակ, մշակույթի նախարարին փոխեց, ինձ թվում է իներցիայով կամ այդ տարիներ շարունակ նույն մարդը նույն պաշտոնին լինելու արդյունքում արդեն ուղղակի երևի ձանձրացել էր աշխատելուց կամ բնականաբար պետք է այո երկար։ բայց մյուս պաշտոնները երբ որ մենք նայում ենք Սփյուռքի նախարարությանը չկպավ, Արդարադատության նախարարությանը չկպավ, այսինքն այս նախարարությունների ղեկավարներին չփոխեց, վերանշանակեց։